Ինչ եք կարծում, մեզ ինչպիսի ղեկավար է պետք, ուժեղ, բարի, հոգատար, ժողովրդի հոգսերով ապրող, ղեկավար, որ ժողովուրդը սիրում է։ Մեզ պետք է նախ հայրենասեր մարդ։ Մեզ պետք է որ իր երակներում հոսի մաքուր հայի արյուն, որ ոչ թե մտածի հող հանձնելու, այլ եղածը պահելու, այն որոշ տվազներն էլ հետ բերելու, թեկուզ բանակցությունների, թեկուզ միջազգային եւ պետք է մարդ, որ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում ինչ որ ճանաչում ունենա, հարգված լինի, հարգեն նրա խոսքը, լսեն, ոչ թե քնագժություններ անի, ասի հա, հիմա ծեր գիժն է, մենք ինչ անենք։ Նույն բանը Պուտինն ասեց, դուք այդ գժին բերիք դրիք, հիմի դուք էլ քաշեք, ես ինչ անեմ։ Մարդը պետք է ինքը իր խղճի առաջ մաքուր գնա եւ զգա ով է աշխատում, ով հայ ազգի մասին կմտածի, ով կպահպանի մեր ինքնությունը, մեր իշխանությունը ում պետք է վստահվի։ Մեկին, որ կարող է նաև լինել Տիգրան Մեծ, լինել Աշոտ Երկաթ, լինել թագավոր, որ իսկապես մտածել են մեր հայ ազգի համար, մտածել են մարդու մասին և հավասարություն։ Դիմիրշյանն էր մենակ ղեկավարը, որ Գորբաչովի վրա ասենց մատ էր թափ տալի, այդ էր մարդը, այդ էր ազգասերը։ Նախ առաջինը, ազնիվ, հայրենասեր, հասկանում ես, գողավազակ չլնի ու սիրի իր ազգի։ Մեզի պետք է, եթե վեկալենք Հայաստանի մասշտաբ Դեմիրճյանի պես ղեկավար, կամ էլ ընդհանուր Սոյուզի մասշտաբով Մեծ Ստալինը հարկավոր, որ այս ժողովրդին ու եւ այլն կանա ղեկավարի երկիր դառնա։ Ամուր, խոստումնալից եւ վախկոտ չլնի։ Ամենակարևորը, այս մեր բոլոր մեր քաղաքացիական, իզուր եմ ասում քաղաքացիական, քեմալական պետության երկասները վախկոտ են, բոլորը։ Քաղաքացիական պայմանագիր քեպը, դրանք քեմալական պետությունն է։ Ուրիշ բան էլ կա, միկրոֆոնով չեմ կարող ասել։